Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրությունները կարծես թե շատ բան փոխեցին եւ աշխարհում, եւ Հայաստանում։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները ԱՄՆ-ից արհամարված կրկին կարծես թե վեկտորներ են փոխում։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության կողմից մեկ անգամ հրավեր ստացած Ալեն Սիմոնյանը մերժել էր այն եւ ՌԴՊ Դումայի падգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակ 2022 թվականին գրություններ ուղարկել։ Ցավոք չեմ կարող մասնակցել միջոցառմանը, քանի որ հոկտեմբերի 27-ից 28-ը Սամարղանդում պետք է մասնակցեմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ քաղաքական ուղղությունը դեպի ՌԴ փոխած իշխանության ներկայացուցիչն Ալեն Սիմոնյանը եւ մի շարք այլ падգամավորներ ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ 2025 թվականի ապրիլի 16-ից 19-ը կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից այցերի առաջարկները մերժելու ավանդույթ է ձևավորվել կարծես։ 2020 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ափսոսանք հայտնելով, որ չի կարողանա մասնակցել հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Լարված դիվանագիտական հարաբերությունների ընթացքում հայկական կողմը կրճատել էր Մոսկվա այցերի քանակը, սակայն վեկտորափոխ լինելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս տարի մայիսի 9-ին կլինի Կրեմլում։ Նա կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին նվիրված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումներին նվիրված հայրենական մեծ պատերազմում տարված հաղթանակի 80-ամյակին, ասված է հաղորդագրության մեջ։ Սա փաստում է, որ հայ-ռուսական ճոճվող հարաբերությունները կարծես թե փորձում են խարիսխ գցել եւ նոր մակարդակ տեղափոխվել։